Օրեր առաջ Փարաքար համայնքի նորընտիր ավականու առաջին նիստում Վալոդիա Գրիգորյանը ստանձնեց համայնքի ղեկավարի պաշտոնը։ Այսօր ապրիլի 19-ին տեղի ունեցավ համայնքի ղեկավարի երդման արարողությունը։ Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավականու որոշումները։ Նորընտիր համայնքապետը երդվեց ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարօրությանն ու զարգացմանը։ Երդվում եմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներն այս անգամ ևս չմասնակցեցին նիստին։ Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր-Սիոն arքեպիսկոպոս Ադամյանն իր աղոթքն ու օրհնության խոսքն ուղղեց Փարաքար համայնքի ղեկավարին ու բնակիչներին։ Այսօր յուրահատուկ օր է բոլորիս համար, աշխարհի բոլոր քրիստոնյաների համար, ավագ շաբաթ է, որ այսօր նաև մենք պետք է հաղթական ավետիսը մաղթենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության։ Մեր մեծագույն մաղթանքն է, գնահատական նեղորդությունն է ձեզ, պարոն Գրիգորյան, ավականու բոլոր անդամներին և մեր սիրելի ժողովրդին, որ բարձր պահենք մեր պատիվը, հզոր պահենք մեր ազգի խիղճն ու հարգանքը և նաև հավատը։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը չի բացառում, ընդդիմության ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր է երկրում նոր իշխանություն ձևավորել։ Դիմընտրությունների արդյունքները և իշխանության վարկանիշը խոսում այն մասին, որ 2026 թվականի ընտրություններում իշխանությունը որևիցե շանս չունի վերարտադրվելու, որովհետև նաև առաջիկա մեկ տարվա ընթացքում ցավ եմ արձանագրում, որ վստահ եմ, որ իշխանության գործողությունները ավելի են վնասելու իրենց վարկանիշին, անվտանգային առումով, տնտեսական առումով, ներքին խնդիրների առումով և ընդդիմության արդյունավետ աշխատանքի արդյունքում համոզված եմ, որ 26 թվականին հնարավոր է ձևավորել նոր իշխանություն։ Իմ համար Փարաքարը կամ Գյումրին տարբերություն չկա, կարևորը ԿՊ-ի դեմ պայքարելն է։ Պետք է ժողովրդի աչքերը բացենք, հասկանան ում են ընտրում, ինչի համար են ընտրում։ Նախընտրական ծրագրից չեն շեղվելու, զարգացնելու են համայնքը, լուծելու են բոլոր հրատապ խնդիրները, ասաց Վալոդիա Գրիգորյանը։ Խնդիրները բազմաթիվ են, մենք բոլորը գույքագրում ենք կատարելու և այդ բոլորը հերթականությամբ իրականություն ենք դարձնելու։ Համայնքի զարգացման տեսլականը մենք ունենք, մենք մեծամասնություն ենք, մենք ինքներս փորձելու ենք մեր կառավարումը բերել առաջ և այդ տեսակով մենք կառավարելու ենք համայնքը և այդ խնդիրները լուծում ստանալու։ Արմալուրի հարցին, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ հետագա համագործակցությունն ինչպես է լինելու, Վալոդիա Գրիգորյանը պատասխանում է։ Եթե փորձեն լուծումներ առաջարկել, նախ առաջինը պետք է անցնենք այն խնդիրներին, որոնք որ ինչու չեն լուծվել։ Եթե կհիշեք, նախարարներից մեկը, ասում էր, որ 10-ը, 11-ը 10-ից շատ է, հասարակ, չգիտեմ, ինչ-որ թվաբանություն է պետք, իսկ հիմա այդ նույն կերպով ես եմ պատասխանում, որ այո, հասարակ թվաբանություն է պետք, հենց հիմա է պետք է հասարակ թվաբանությունը, որ 12-ը շատ է, մնացած երկու խմբակցություններից։ Համայնքի ղեկավարի խոսքով մեծամասնության վստահության քվեն ենթադրում է մեծ պատասխանատվություն։ Երկուշաբթի օրվանից ծանր աշխատանք է սպասվում իրենց թիմին։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։